Փառք Հիսուսին քույրեր եղբայրներ, եւ մենք գիտենք, որ բարի եւ չարի պատերազմ դեռ չի ավարտվել եւ պատերազմը իրոք շարունակվում է եւ մենք պետք է պարտավորվենք, որ այս պատերազմի Քրիստոսի տված հաղթությունը վերցնենք։ Փառք Հիսուսին։ Որտեղ իրոք այս պատերազմը շատ-շատերը սուրբ պատերազմ են սրանունը դրել, որովհետև այս պատերազմը Հիսուսը հաղթել է եւ մեզ է տվել։ Իսկ չարը փորձում է այս հաղթությունը մեզանից միշտ խլել, որ դու չես կարող վերցնել, որ դա քոնը չի, ուրիշինը, բայց ոչ քոնը։ Բայց մենք պետք է գնահատենք այս պահը, որ մենք իրոք Քրիստոսով ունենք այս իրոք հաղթությունը։ Սա հավատքի կյանք է։ Գիտեք, ոմանք ճիշտ չեն հասկանում, երբ որ խոսում ենք հավատքից, ընկնում են ծայրահեղությունների մեջ, բայց իսկական հավատքը, որ Հիսուսն է նկարագրում, դա հայր եւ զավակ այդ հարաբերությունն է, որ ինչ կանի հայրը իր զավակին, եւ ոնց պետք է զավակը վերաբերվի իր հոր հետ, այսպես տնական, այսպես հավատքով, եւ չկարծենք, որ մեր հայրը ինչ-որ բաների է մանգալի, որպիսի մեզ պատժի։ Թենց բան ընդհանրապես չկա, բարեկամներ։ Իհարկե պատիժը պատիժ, բայց Տերը ման չի գալիս, որ մեր վրա ինչ-որ մի բան գտնի ու պատժի։ Ընդհակառակը, նա շատ անգամներ է աշկերը փակում մեր սխալների համար, փառք իրան հավիտյան։ Եվ ընչեր ենք արել, տակավին անեմ, եւ ինքը իր աշկերը փակում է, չի ուզում, որ այդ պատիժը գա մեր վրա, որովհետև ինքը մարդասեր Աստված է, փառք Հիսուսին։ Բայց մենք դաժանորեն ենք վարվում երբեմն աշխարհի հրճվանքներով փորձում ենք տխրացնել ու տրտմացնել այն Տիրոջը, որ մեր համար իր կյանքը տվեց իր կյանքը ամբողջությամբ տվեց, բարեկամներ։ Հիմա սատանան ինչ է ասում, որ դու չես կարող երկինք գնալ, դա քո բանը չէ, ինչու՞ չէ, որ սխալներ ունեմ դեռ տակավին մեղան չեմ, կատարյալ եմ, կատարյալ չեմ, բայց հետևից եմ ընկել, որպեսզի հասնեմ նրան, փառք Հիսուսին։ Եվ Տերը տեսնում է դու ում հետևից ես ընկնել։ Այս սա է ամենակարևորը։ Կա իմ մեջ նենգություն, թե չկա։ Ես չեմ ուզում աշխարհին ծառայել, չեմ ուզում սատանային ծառայել, թե ուզում եմ։ Եվ ուզենալով Աստծուն ծառայելով սխալմամբ ընկնում եմ, այդ բոլորը Աստված գիտի, մենք իր ստեղծագործությունն ենք։ Թվոց գրքում շատ ծանոթ նորություն չի մի համար կա, երբ որ Մովսեսը ուղարկել է լրտեսելու երկիրը Քանանի, եւ մի քանի մարդիկ ուղղակիորեն այսպես ասեցին, 13 գլուխ թվոց 13-29 համարից, միայն թե այն երկրի մեջ բնակվող ժողովուրդը զորավոր է եւ քաղաքները պարսպավոր են եւ խիստ մեծ են։ Նաեւ անտեղ Ենիկամի որդկանցը տեսանք։ Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարավային կողմումը եւ քետացիներ եւ հեբուսացիներ եւ ամորհացիները բնակվում են սարերումը եւ կանանացիները բնակվում են ծովի մոտ եւ Հորդանի եզերքումը եւ Քաղեբը լրացրեց ժողովրդին Մովսեսի առաջին եւ ասեց. Աղե ելնենք եւ ժառանգենք այն, որտեղ մենք անպատճառ կարող ենք նրան տիրել, բայց նրա հետ եղող մարդիկը ասեցին. մենք չենք կարող այդ ժողովրդի վրա ելնել, որտեղ նրանք մեզանից զորավոր են եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայելի որդկանց համար ասելով այն երկիրը, որի միջովը անցանք նրան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է եւ նրա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ են։ Եվ այնտեղ տեսանք հսկաների Ենակեի որդկանցը, որ հսկաներիսն են, եւ այնպես, որ մենք նրա աչքերին մարախի պես էինք եւ այնպես էինք նրանց աչքերին մենք։ Եվ այն ժողովուրդը ասեցին, դա անհնար է, այդ երկիրը մերը չէ։ Մենք չենք կարող այդ երկիրը ժառանգեն, այնտեղ հսկաներ են, զորավոր ժողովուրդ են, այլ ազգեր են ապրում։ Իսկ Քաղեբը լրացրեց նրանց, ասեց, ոչ կարող ենք, հիմա բարեկամներ, սատանան ասում է, որ չես կարող, իսկ Տերը ասում է, կարող ես,
Հավատա, որ կարող ես, ես դրա հարցերը լուծել եմ Փառք Հիսուսին։ Անհնար է ասма այնտեղ գրավել, պարսպավոր քաղաք է, դա իմ խելքի բան չէ, ընկամ պատվերներ կա, դու այդ պատվերներից ընկամ հեռու ես, ընկամ օրենքներ կա, դու չես էլ անի, իհարկե ես կյանքեմ այդ օրենքները չեմ էլ անի, բայց Հիսուսը արել է դա իմ փոխարեն, Փառք Հիսուս Քրիստոսին, եւ այնպես ավելի բարդացրեցին, որ նրանց աշկերին մենք մարախների պես էինք, պատկերացրեք ինչպիսի հսկաներ էին բարեկամներ, Մարախը դա մորեխի տեսակ է, մորեխը գիտեք, փոքր էսպես, բայց թունավոր տեսակն է, բայց նույն չափսի է։ Իսկ նրանց առաջին մենք դե մարախների, մորեխների պես ենք եւ մենք էլ մեր աշկերին այդպես էինք։ Եվ իրականությունը իրոք ցույց է տալիս, որ նրանք փոքր են, կարճահասակ են, նիհար են, նրանց մեջ էսպես մեծ չեն։ Բայց Քաղեբը որտեղից հասկացա, որ մենք կարող ենք փոքր լինելով, մարաղ լինելով հարթել այդ հսկաներին, Փառք Հիսուս Քրիստոսին։ Հիմա սա բարեկամներին հավատքն է, ոչ թե մեր գործերից է։ Մենք չենք կարող հասնել, եւ Պողոսը չէր կարող հասնել, եւ քանի տեղ արտահայտվում է, ով կարող է ինձ ազատել, թվարկում է իր մեղքերը, սխալները, ինչ խղճալի մարդ եմ ես էլ չեմ կարող, առաքյալ լինելով նման հայտարարություն արեց ռիսկով։ Բայց ինքը ասեց, բայց շնորհակալություն Տիրոջը, Փառք Հիսուսին, որ Տեր ունենք, Հեր ունենք, Փառք Հիսուսին։ Դրա համար ենք մենք հավաքվել, չենք հավաքվել, որ այստեղ ձեզ կաշկանդացնենք, որ չկա փրկություն, կա փրկություն, Փառք Հիսուսին։ Եթե ճիշտ նայես, եթե հարգես Աստծո խոսքին, եթե հավատաս Աստծոն, բարեկամ, հավատաս, որ դու մարախ ես իրականում, բայց ունես Տեր, Փառք Հիսուսին։ Եվ իրականում սա մենք չենք թաքցնում, մենք շատ փոքր մարդիկ ենք։ Մենք թագավորական ինչ-որ ցեղերի չենք։ Սովորական ընտանիքներից, բանվորի շատ-շատերս սովորական ապրող մարդիկ ենք եւ չենք կարող համեմատվել աշխարհին հեղինակավոր մարդկանց հետ։ Բայց Փառք Քրիստոսին մենք Հիսուս ունենք, ալելույա նրան։ Մենք Հիսուս ունենք։ Եվ այդ պատվերները իմ ու քո համար է, որ հավատանք Հիսուսին, եւ հավատացող մարդը ինքստինքյան մերժում է աշխարհը, մեղքը, պղծությունը։ Մենք չենք խոսում ենք մարդու համար, որ գալիս է հավաքուտի սիրում է մեղքը, բարեկամներ, եւ այդ մեղքի կյանքով ինքը ապրում է եւ ուզում է այս Տիրոջ տետարային Տիրոջը, նման մարդը բնականաբար չի կարող փրկվել։ Մենք չենք խոսում այս ծայրահեղության մասին։ Մենք չենք խոսում, որ անարգում է Աստծո պատվերը, Աստծո օրենքը, Աստծո խոսքը։ Մենք չենք խոսում դրա, մենք խոսում ենք այն, որ եթե հավատում ենք Տիրոջը բերած հաղթությանը, մենք կարող ենք Քանանի երկիր գնալ, Փառք Հիսուսին։ Բազմահազար մարդիկ 40 տարի Աստված իրոք թողեց, որ նման մարդը հին Եգիպտոսը մեռնի անապատի մեջ, եւ իրոք մեռավ։ Եվ չթողեց, որ հանկարծ մեկը այդ հին սերունդից, որը չուզեց ապաշխարի, որոնց մեջ նենգություն կար, այդքան հրաշքներ ու նշաններ տեսան բարեկամներ, ով էր տեսել, որ իր առաջին ծովը բացվի եւ անցնեն, ով էր տեսել Եգիպտոսի նման պատիժները, որ Մովսեսը արեց, եւ նրանք կուրացան, երբ որ ծովից անցան, մի հատ հորդ շինեցին, ասեցին, ով Իսրայել, սա էր քո Եգիպտոսի երկրից անողը, նման մարդը իրոք չի կարա, որ չի ուզեմ հավատա Տիրոջը, նրա բերած հաղթությանը, այդ կռապաշտները իհարկե չեն փրկվի, բայց մենք բարեպաշտ մարդիկ ենք, Փառք Հիսուսին, ինչ սխալներ է որ ունենք, ինչ է որ չենք սկանում, Աստված մեզ լրացնում է, փառավորվի Հիսուսը, այո, մարախների պես ենք, բայց Տեր ունենք, Փառք Հիսուսին, եւ Քաղեբը ասեց կարող ենք, եւ որոշեցին Քաղեբին անգամ քարկոծել այն մեծ ժողովուրդը, որ ավելի շատ էին, բայց Հեսուն ու Քաղեբը ասեցին Մովսե եւ Մովսեսը հասկացավ, որ սրանք Աստծո մարդիկ են, սրանց ասած է, այն շատ մարդկանց ասացին Մովսեսը չլսեց, լսեց այն քիչ մարդկանց, որոնք Աստվածավախ էին, որոնք ունեին հավատք, որոնք չէին կասկածում Աստծո մեծության եւ զորության վրա բարեկամներ, Փառք Հիսուսին։ Եվ քանի հաղթություններ արեց Իսրայելը, քանի թագավորներ եկան Իսրայելի վրա, մեկ ճանապարհով եկան եւ 7 ճանապարհով փախան, Փառք Տիրոջը, որտեւ Տերը հզոր է, Տերը մեծ է եւ իր ժողովրդին շրջապատած է, Փառք Հիսուսին, եւ ինչու՞ չէ, նաեւ մեզ, եւ այսօր միգուցե
Այս նույն երկրի վրա մեր Հայաստանն էլ համեմատած են մեծ հսկա ժողովուրդների պետությունների մեջ մարախի պես ենք։ Իհարկե դա այդպես է, քիչ ենք, տկար, աղքատ եւ շատ բաներ չունենք, բարեկամներ, բայց մինչև հիմա հայ ազգը կա Փառք Հիսուսին։ Եվ սա ոչ մեկի ողորմությունը չէ, ոչ մի մարդկային գործոն չկա, սա Տիրոջը ողորմությունն է եւ վերջակեց։ Փառք Հիսուսին։ Տիրոջը ողորմություններն է գրված է, որ մենք չվերջացանք։ Փառք Աստծո։ Եվ Աստված է պահում մեզ, բարեկամներ, գիտեք, շատ կներեք։ Մեր հույսը պետքա լինի Տերը։ Թող հազարավոր ընտրություններ լինի։ Բոլոր պետությունները ընտրություններ են անում, բարեկամներ։ Բայց ես այդպես չեմ մտածում, որ իս մարդը լավն է, այն մեկը վատն է։ Ես նայում եմ, որ մենք ենք վատը կամ մենք ենք լավը, որտեվ հետևյալն է գրված, որ դուք ապաշխարեք, եւ այն թագավորը, որ անգամ վատն է, ես նրա սիրտը կարող եմ փոխել։ Թագավորի սրտեր ասում իմ ձեռքերին է, վատ թե լավ թագավոր, կուզեմ այս կողմ կշրջեմ, կուզեմ այն կողմ։ Ինչ են կայնել ու կրտնել մարդկանց, բարեկամներ, փոխանակ զբաղվենք մեզանով, հավատալով Տիրոջը, վատ թագավորը կդարձնի լավը, ինչ ա եղել, որ Փառք Հիսուսին չի կարա բարեկամներ, վատին լավը սարքի։ Ով եմ եղել ես։ Վատ սրբապիղծ մարդիկ են եղել, բա ոնց փոխեց մեզ, չի կարա այն թագավորին փոխի, քանի թագավորներ ա փոխի Աստված, սրտերը փոխելա, որ Իսրայելին ողորմություն անի, ինքը նույնն է, երեք, այսօր ու հավիտյան, Փառք Տիրոջը, այսինքն հիմնականում խնդիրը մեր եւ Աստծո միջև է, որտեւ եկեղեցին երկրի վրա շատ մեծ ազդեցություն ունի։ Եվ կարող է շատ մեծ գործ ունի մեր ապաշխարելով ու չապաշխարելով խնդիրներ կլինի մեր եկեղեցին, իսկ ապաշխարելով օրհնություններ կլի։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Բերեկես հավատքով ոտքի կայնենք, չվախենանք, Տեր ունենք ու Հեր ունենք, Փառք Հիսուսին։ Բերեք փառավորենք նրա անունը։ Մարախ եմ, բայց Հիսուսինն եմ, Փառք Տիրոջը։ Փոքր եմ, բայց Հիսուսինն եմ։ Չունենք ոչ մի բան, բայց ամեն բան ունենք առաքյալն ասում է։ Մեռած ենք, բայց շատերին ենք կենդանացնում, Փառք Տիրոջը, այսպեսին է Աստծո մարդը, բարեկամներ։ Բերեք աղոթքով, Հայր մեր աղոթքով, մեր սրտերը բացենք, այս հավատքով ուրախությունով սկսենք մեր պաշտամունքը Հիսուսի անունով։ Ամին։ Ալելույա։